Տարիներ շարունակ Հայաստանը ռազմական ոլորտում խոսում էր քիչ, ցույց տալիս գրեթե ոչինչ։ Բանակի վերազինման թեման մնում էր փակ կուլիսներում կամ կարճ պաշտոնական հաղորդագրությունների մակարդակում։ Բայց հիմա ինչ-որ բան փոխվել է։ Հայաստանը առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրել է իր նորագույն ռազմական ձեռքբերումների մի մասը, եւ դա պարզապես ցուցադրություն չէր, դա ուղերձ էր, ուղերձ թե ներսին, թե դրսին։ Ու հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը, որովհետև խոսքը ոչ թե պատական տեխնիկայի մասին է, այլ հնդկական արտադրության ժամանակակից հարվածային եւ պաշտպանական համակարգերի, որոնք արդեն ակտիվորեն քննարկվում են տարածաշրջանում։ Ցուցադրության ընթացքում ներկայացվել են Ատակ 155 մմ քարշակվող հաուբից, Տրաջան 155 մմ 52 ավտոմոբիլային շասի վրա տեղադրված հրետանային համակարգ, Պինակա համազարգային կրակի ռեակտիվ համակարգ, Ակաշ-1S հակաօդային պաշտպանության համակարգ։ Սրանք պարզապես անուններ չեն, սրանք համակարգեր են, որոնք փոխում են խաղի կանոնները։ Ատակշը հնդկական մշակման 155 մմ քարշակվող հաուբից է, որը արդեն իսկ համարվում է իր դասում ամենահեռար կրակ ունեցող համակարգերից մեկը։ Կրակային հեռավորությունը ավելի քան 45 կիլոմետր է։ Սա ինչ է նշանակում իրականում։ Սա նշանակում է, որ հրետանին կարող է աշխատել շատ ավելի խորքից, մնալով հարաբերական անվտանգ դիրքերում։ Սա նշանակում է ավելի քիչ կորուստ, ավելի շատ վերահսկողություն, բայց Ատաքսը միայն հեռավորությամբ չի առանձնանում։ Այն նախագծված է արագ տեղակայման համար, բարդ լեռնային տեղանքում աշխատելու համար, բարձր ճշգրտությամբ հարվածներ հասցնելու համար։ Եվ եթե հաշվի առնենք Հայաստանի աշխարհագրությունը, դա պատական ընտրություն չէ։ Հայաստանի համար պատերազմը երբեք հարթ դաշտում չի եղել։ Լեռնային պայմաններ, նեղ ճանապարհներ, արագ դիրքափոխման անհրաժեշտություն։ Ատաքսը հենց այդ պայմանների համար է։ Այն ունի թվային կրակային կառավարման համակարգ, ավտոմատացված գործընթացներ, բարձր կայունություն կրակելիս։ Սա արդեն 21-րդ դարի հրետանի է, ոչ թե խորհրդային ժառանգություն, եւ սա միայն սկիզբն է։ Եթե Ատաքսը ուժ է, ապա Տրաջանը շարժուն ուժ է։ Տրաջան 155 մմ 52 տրամաչափի հաուբիցը տեղադրված է ավտոմոբիլային շասի վրա, ինչը նրան տալիս է մի կարևոր առավելություն՝ արագություն։ Սա ժամանակակից պատերազմի հիմնական կանոններից մեկն է։ Տրաջանը կարող է արագ մոտենալ դիրքին, արձակել մի քանի հարված եւ հեռանալ մինչեւ հակառակորդը հասցնի արձագանքել։ Այդ պատճառով այն համեմատվում է ՆԱՏՕ-ի բանակների կողմից կիրառվող անիվներով ժամանակակից հրետանային համակարգերի հետ, ու սա արդեն խոսում է մակարդակի մասին։ Եթե հրետանին ճշգրտության գործիք է, ապա Պինական ուժի լեզու։ Պինակա համազարգային կրակի ռեակտիվ համակարգը կարող է կախված թիրախներից խոցել թիրախներ մինչև 75 կիլոմետր հեռավորության վրա, մի քանի վայրկյանում, մի քանի տասնյակ հրթիռներ, մեկ ուղղությամբ, մեկ հրամանով։ Սա արդեն հարվածային զսպման գործիք է։ Պինական նախատեսված է մեծ տարածքներ ծածկելու համար, կենդանի ուժի ու տեխնիկայի կուտակումները ոչնչացնելու համար, հակառակորդի հոգեբանական ճնշման համար։ Երբ նման համակարգը հայտնվում է բանակի սպառազինության մեջ, դա նշանակում է հաշվի են նստում քեզ հետ։ Բայց ամեն ինչ հարվածի մեջ չէ։ Պատերազմում պաշտպանությունը այնքան կարևոր է, որքան հարձակումը։ Եվ այստեղ է գալիս Ակաշ-1S-ը։ Սա միջին հեռավորության հակօդային պաշտպանության համակարգ է, որը նախատեսված է ինքնաթիռների, ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի, թևավոր հրթիռների խոսման համար։ Ամենակարևոր առանձնահատկություններից մեկը տեղական մշակման ինքնաուղղման գլխիկը։ Սա բարձրացնում է համակարգի ճշգրտությունը, դիմադրողականությունը էլեկտրոնային պատերազմի միջոցների նկատմամբ, այսինքն ոչ միայն տեսնել, այլ նաև չխաբվել։ Սա պատական ցուցադրություն չէր, սա հստակ ազդակ էր։ Հայաստանը գնում է տեխնոլոգիական վերազինման, բազմաշերտ պաշտպանության եւ հնդկական ուղղությամբ ռազմավարական համագործակցության խորացման ճանապարհով, եւ սա դեռ ամբողջ պատմությունը չէ։ Առաջին հարցը, որը շատերի մոտ առաջացավ, ինչու հենց Հնդկաստանը։ Տարիներ շարունակ Հայաստանի հիմնական ռազմական գործընկերը Ռուսաստանն էր։ Սպառազինության մեծ մասը խորհրդային կամ ռուսական արտադրության էր, բայց վերջին տարիներին այդ մոդելը սկսեց ճաքեր տալ։ Ու հենց այստեղ է, որ Հնդկաստանը մտնում է խաղի մեջ։ Հնդկաստանը այսօր աշխարհի խոշորագույն զենք արտադրողներից մեկն է։ Ակտիվորեն արտահանում է ժամանակակից համակարգեր եւ ամենակարևորը՝ քաղաքականորեն ճկուն գործընկեր է։ Հայաստանի համար սա նշանակում է այլընտրանք, ինքնուրույնություն եւ նոր շնչառություն ռազմական ոլորտում։ Ատաքս, Տրաջան, Պինակա, Ակաշ-1S սրանք մեկ գործարքի արդյունք չեն։ Սա համակարգված համագործակցության արդյունք է։ Հնդկաստանի հետ հարաբերությունները զարգանում են մի քանի մակարդակով՝ սպառազինության մատակարարում, տեխնոլոգիական փոխանցում, սպասարկում եւ ուսուցում, երկարաժամկետ ծրագրեր։ Սա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե պարզապես գնում է զենք, այլ մտնում է նոր ռազմատեխնիկական էկոհամակարգ, եւ սա շատ կարևոր նրբություն է։
Երբ մի երկիր սկսում է նման մակարդակի համակարգեր ներմուծել, դա աննկատ չի մնում, հատկապես հարավային Կովկասում։ Պինակայի մինչև 75 կիլոմետր հեռավորությունը, Ատաքսի ավելի քան 45 կիլոմետր ճշգրիտ կրակը, Տրաջանի արագ դիրքավորման հնարավորությունը, սրանք թվեր չեն, սրանք գործոններ են, որոնք փոխում են հաշվարկները։ Հիմա ցանկացած ռազմական պլանավորման մեջ պետք է հաշվի առնել Հայաստանի հարվածային և պաշտպանական հնարավորությունները այլևս նույնը չեն։ Տարիներ շարունակ խոսվում էր զսպման մասին, բայց հաճախ դա մնում էր խոսքի մակարդակում։ Զսպումը աշխատում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը հավատում է, որ դու ունես կարողություն։ Եվ հենց այստեղ է, որ այս համակարգերը դառնում են կարևոր։ Ակաշ 1S-ը փակելով օդային միջին շերտը, Պինական ապահովելով զանգվածային պատասխան հարված, Տրաջանն ու Ատաքսը ստեղծելով ճշգրիտ հրետանային ճնշում, սա արդեն համակցված զսպման մոդել է։ 21-րդ դարի պատերազմը անհնար է պատկերացնել առանց անօդաչու թռչող սարքերի, դրանք դարձել են աչքեր, երբեմն նաև հարվածային միջոցներ, ու հենց այստեղ է Ակաշ 1S-ը ստանում իր իրական արժեքը։ Տեղական ինքնաուղման գլխիկը նշանակում է ավելի քիչ կախվածություն արտաքին ազդակներից, ավելի բարձր դիմադրություն խափանումների դեմ։ Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, որտեղ ակտիվորեն կիրառվում են էլեկտրոնային պատերազմի միջոցներ, այլ կերպ ասած, սա պաշտպանություն է ոչ միայն երկնքից, այլ նաև տեխնոլոգիական խաբեություններից։ Մեծ խնդիրները երկար տարիներ մեկն էր՝ բանակի միաշերտ կառուցվածքը, կամ հարձակվում ենք, կամ պաշտպանվում։ Այսօր պատկերը փոխվում է։ Հրետանի, խորքից ճշգրիտ հարվածների համար, ռեակտիվ համակարգեր զանգվածային ճնշման համար, հոբ օդային սպառնալիքները փակելու համար, շարժունակ համակարգեր արագ արձագանքի համար։ Սա արդեն բազմաշերտ պաշտպանություն և հարձակում է։ Հետաքրքիր է նաև մեկ այլ բան։ Այս ցուցադրությանը չուղեկցեցին բարձրագույն հայտարարություններ, չեղան կոշտ սպառնալիքներ, չեղան շեշտված ուղերձներ։ Եվ հենց սա է ամենախոսուն մասը։ Երբ երկիրը սկսում է ցույց տալ, բայց չի աղմկում, դա նշանակում է, որ նա վստահ է իր քայլերի մեջ։ Սա վերջը չէ, սա սկիզբն է։ Առաջիկայում հնարավոր են նոր մատակարարումներ, նոր համակարգերի ինտեգրում, տեղական կարողությունների զարգացում և ռազմական մտածողության փոփոխություն։ Հայաստանը քայլ առ քայլ փորձում է դուրս գալ պասիվ պաշտպանության մոդելից և մտնել հաշվարկված զսպման փուլ։ Ցանկացած ռազմական ցուցադրություն ունի երկու կողմ՝ այն, ինչ երևում է տեսախցիկին, և այն, ինչ մնում է դրա հետևում։ Այո, Հայաստանը ցուցադրել է ժամանակակից համակարգեր, այո, դրանք լուրջ են, տեխնոլոգիական են, վտանգավոր հակառակորդի համար, բայց կա մի հարց, որ պետք է տալ առանց զգացմունքների, արդյոք միայն տեխնիկան բավարար է, պատմությունը ցույց է տալիս՝ ոչ։ Ատաքսը կարող է կրակել 45 կիլոմետր, Պինական կարող է ծածկել տասնյակ կիլոմետրեր, Ակաշ 1S-ը կարող է խոցել օդային թիրախներ, բայց եթե հաշվարկը պատրաստ չէ, օպերատորը չի զգում համակարգը, հրամանատարական շղթան դանդաղ է, ապա ամենաժամանակակից համակարգը դառնում է պարզապես մետաղ։ Այս տեխնիկան պահանջում է երկարատև ուսուցում, մշտական վարժանքներ, սցենարային պատրաստություն, արագ որոշումներ կայացնելու մշակույթ։ Սա խորհրդային դպրոց չէ, սա նոր մտածողություն է։ Հայաստանի բանակը դեռևս ունի տարբեր սերունդների սպառազինություն՝ խորհրդային, ռուսական, հիմա արդեն հնդկական։ Եվ այստեղ առաջանում է լուրջ խնդիր՝ ինտեգրում։ Կկարողանան արդյոք այս համակարգերը աշխատել միասին։ Կլինի միացյալ կառավարական համակարգ, տվյալները կփոխանցվեն արագ ու ճշգրիտ։ Եթե այս հարցերը չլուծվեն, ապա բազմազանությունը կարող է դառնալ ոչ թե առավելություն, այլ խոցելի կետ։ Պատերազմում հաղթում է ոչ միայն նա, ով կրակում է, այլ նա, ով կարողանում է շարունակել կրակել։ Հնդկական համակարգերը պահանջում են համապատասխան պայստամասեր, հատուկ սպասարկում, ամուր մատակարարման շղթա։ Հարցը պարզ է, արդյոք այս շղթան կայուն է ճգնաժամի պայմաններում։ Եթե լոգիստիկան խափանվի, նույնիսկ ամենաուժեղ համակարգը դառնում է անգործունակ։ Ակաշ 1S-ը նախագծված է դիմադրելու խափանումներին, սա մեծ առավելություն է, բայց ժամանակակից պատերազմում էլեկտրոնային պայքարը չի սահմանափակվում միայն հոպով, կապի խափանում, նավիգացիայի խեղաթյուրում, տվյալների ուշացում։ Եթե բանակը չունի ամբողջական հակազդեցության համակարգ, ապա նույնիսկ ճշգրիտ զենքը կարող է ուշանալ, և պատերազմում ուշացումը երբեմն հավասար է պարտության։ Այս ցուցադրությունն ունի նաև հոգեբանական կողմ։ Ներսում հասարակությունը տեսնում է, որ բանակը ուժեղանում է, դա վստահություն է տալիս։ Դրսում հակառակորդը ստիպված է վերանել իր հաշվարկները, բայց հոգեբանական պատերազմը երկկողմանի է։ Եթե սպառնալիքները չափազանց բարձրացվեն, իսկ իրական փորձությունը ցույց տա խնդիրները, հիասթափությունը կարող է լինել նույնքան վտանգավոր։ Հանրությանը ցույց են տվել հարվածային ու պաշտպանական համակարգեր, բայց ցույց չեն տվել հետախուզության խորությունը, կապի համակարգերի մակարդակը, հրամանատարության արագությունը, որոշումների կայացման ժամանակը։ Իսկ հենց այս չերևացող շերտերն են որոշում պատերազմի ելքը։
Հայաստանի կողմից ցուցադրված այս համակարգերը ոչ թե վերջնակետ են, այլ ուղենիշ, դրանք ցույց են տալիս ուղղությունը, բայց ճանապարհը դեռ երկար է։ Ուժեղ բանակը չի կառուցվում միայն գնումներով, այն կառուցվում է մարդկանց, մտածողության, կարգապահության և սառնասրտության վրա։ Եվ վերջում, ամենակարևոր հարցը. ոչ թե ինչ զենք ունենք, այլ ինչպես ենք պատրաստվում այն օգտագործել։ Եթե պատասխանը լինի խելքով, հաշվարկով, սառնասրտությամբ և երկարաժամկետ մտածողությամբ, ապա այս ցուցադրությունը իր նպատակին կհասնի։ Եթե ոչ, ապա դա կմնա պարզապես գեղեցիկ կադր։ Հայաստանի անվտանգությունը այսօր կանգնած է ընտրության առաջ, և այդ ընտրությունը չի որոշվում միայն զինանոցով, այն որոշվում է մտքով։